տրամադրություններով եք եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին մեր եկեղեցիներից մեկում, Հովանավանքում, տեղի է ունենում բոլորովին մեկ այլ բեմադրություն, անունը դրել են Պատարագ, բայց կարգալույց արված անձը դեմ գնալով մեր եկեղեցու հոգևոր խորհրդի որոշմանը բեմ է բարձացել, այսպես խորան է բարձացել եւ Պատարագ է մատուցել։ Ինչ հոգեբանության մեջ ենք մենք հայերս եւ ձեր տրամադրությունները կիսվեք խնդրեմ մեզ հետ այս պահին Մայրաթորի Էջմիածնի այս Սուրբ Տաճարի մոտ կանգնած ինչ տրամադրություններ ունեք խնդրեմ։ Ես միշտ նույն տրամադրությամբ եմ գալիս, ընդհանրապես սրբատեղի է Էջմիածինը եւ ինձ համար սա մեր ինքնության մի մասն է, ես միանալու համար եմ գալիս այստեղ իմ եւ իմ ինքնության հետ միշտ եւ ես կարծում եմ, որ Հովանավանքն էլ է այդ նույն տեղը, սրբավայր է եւ յուրաքանչյուր այդտեղ գտնվողը ըստ էության անգամ եթե մտքում վատ բաներ ունի եւ ես հավատում եմ, որ այդպես չէ իրականում, ես կուզեի որպեսզի Պատարագը, որը որ ծառայեցվում է, իրականացվում է բոլոր տեղերում, այդ թվում նաեւ մեր մտքում ծառայի մեկ բանին, որ մենք իսկապես մեկ ազգ ենք, մենք մեկ ընտանիք ենք եւ սինխրոն ենք աշխատում։ Շատ լավ է, որ Հովանավանքում այսօր Պատարագ է տեղի ունենում, շատ լավ է, որ Էջմիածինն է, Էջմիածինը եւ մեր միակն է եւ անփոխարինելին է եւ ես կուզեի, որ մենք իսկապես բոլորս ինչ անում ենք եւ ինչ մտածում ենք, անենք մտածելով ամբողջական եսի մասին, որ մենք իսկապես կամ մեկ ընտանիք կլինենք, մեկ ազգ կամ չենք լինելու։ Այս մտքերով է, որ պետք է առաջնորդվենք, ես չէի ուզենա, որ այսօր հնչեն ատելության խոսքեր ընդհանրապես եւ ընդհանրապես չհնչեն, այս իմաստով իմ շնորհակալությունն է բոլոր այն հոգեվորականներին, որոնք իրենց տեղում են գտնվում եւ ես հույս ունեմ, որ կարգալույց լինելով նա չի զբաղվի քաղաքականությամբ եւ ամեն դեպքում կմնա հոգում հոգևորական։ Ես դա կմաղթեի իրեն։ Բայց արդեն չի զբաղվում, արդյոք քաղաքականության մասին զբաղվելու մասին չի հուշում այն, որ նա այսօր ամբողջությամբ իրեն դրել է եկեղեցուց դուրս, բացարձակ չի ենթարկվում հոգևոր որոշումներին եւ իրականում կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Սա չի նշանակում ուղղակիորեն զբաղվել քաղաքականությամբ։ Մենք գիտեք, տասնամյակներ քննադատում էինք մեր եկեղեցու այս կամ այն ներկայացուցիչին, եկեղեցին, նրա համար, որ այն քաղաքականության կարծես մի մասն էր դարձել եւ հիշում եք, որ այս կամ այն միջոցառման բացմանը կային հոգեվորականներ, որոնք որ քաղաքական գործիչների կողքին կանգնած, կամ օծում էին այդ օբյեկտը կամ բացման էին մասնակցում, բոլորից դուրս չէր գալիս սա։ Եվ վերջապես այսօր մենք ունենք եկեղեցի, որը ոչ եւ կաթողիկոս եւ եկեղեցական հոգեվորականներ, որոնք չեն ուզում քաղաքական ուրեմն փայտիկով առաջնորդվեն եւ հրահանգներ կատարեն եւ ուղղորդվեն։ Վերջապես եկանք եւ բնականաբար սա պայքար է ընդհանրում, սա քաղաքական իշխանության դժգոհությունն է ստեղծում բնականաբար եւ ես չէի ուզենա, որ այս կամ այն առանձին հոգեվորական ամեն դեպքում կրկնի այն սխալը, որը հասարակությանը երբեք դուրս չէր եկել, լինելու իշխանության կցորդը։ Եկեղեցին այսօր հակառակը չի փորձում այդպիսի կցորդ լինել եւ իր ջանքերով, իր ուրեմն կրելով այս բազում զրկանքներ, իսկ հոգեվորականները զրկանքներին սովոր են իրականում, յուրաքանչյուր ճեմարանի ուսանող գիտի մեր պատմությունը եւ մեր հոգեվորականության պատմությունը, որ իրենք եւ զրկանքներով են անցել եւ կայուն են եղել, նոր բան չէ քաղաքականության կողմից զրկանքների ենթարկվելը, կայուն են, պինդ են եւ ես կարծում եմ, որ դա էլ ավելի կամրացնի մեր հոգեվորականությանը։ Մեկ դիտարկում, հոգևոր եկեղեցու մասին ասացի քաղաքականությամբ զբաղվելու։ Արցախի այսօր էլ կան մարդիկ, ովքեր ասում են հեռու մնացեք, չզբաղվեք քաղաքականությամբ, բայց եթե հայրենիք ենք մենք կորցնում եւ եկեղեցին բարձրաձայնում է այդ կորստի ցավի մասին, երբ որ խոսում է այն մասին, որ Արցախում մենք ոչնչանում է հայկական հետքը ադրբեջանցիների ձեռքով, երբ բարձրացնում է գերիների հարցը, երբ արևմուտքում համապատասխան Եվրոպայում շատ կարևոր մեծ քննարկում կազմակերպվեց եւ դա արեց մեր եկեղեցին, որտեղ
արցախցիների վերադարձի խնդիրը, իրավունքի պաշտպանության խնդիրը, գերիների ազատ արձակման հարցը բարձրացեց, դեպ դրանից հետո նաև թիրախավորվեց այս իշխանության կողմից։ Հիմա դրա անունը դնենք քաղաքականությամբ զբաղվել, թե հայ եկեղեցին, որը դարերով եղել է հայապահպան, պետականություն չենք ունեցել եւ առաջամարտիկն է եղել մինչ մեզ հայ պահելու հարցում, հիմա զբաղված է իր դերով իրականում։ Դա ինչպես ասել է հույն փիլիսոփա Պլատոնը, քաղաքականությունը միասին ապրելու արվեստ է։ Ամենադասական իմաստով ցանկացած եկեղեցի այդ արվեստին տիրապետել է եւ զբաղվել բառը ես չեմ սիրում, բայց հմուտ է եղել քաղաքականության մեջ։ Մեր եկեղեցին առաջիններից է, որ հմուտ եղավ միասին ապրելու արվեստին, տիրապետեց դրան եւ դրա շնորհիվ է, որ մենք միասին ենք ապրում այսօր։ Եկեղեցին գիտի ինչ է քաղաքականությունը սկզբնական իմաստով, բուն իմաստով այն միավորել է։ Այն քաղաքականությունները, որոնք մեզ դուր չեն գալիս, պարակտող քաղաքականություններ են։ Եկեղեցին, այո, քաղաքականություն գիտի, զբաղվել է, իրականացրել է եւ իրականացնում է։ Այն փորձում է մեզ բոլորիս միավորել։ Եկեք օգնենք եկեղեցուն։